Ողջույն հարգելի հետևորդներ, եթերում իրական զրույցի հերթական թողարկումն է։ Այսօր ձեզ համար կզրուցեն ազգնախաձեռնության անդամ Մարփի Թոփչյանը եւ սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Հայկ Տրունյանը։ Պարոն Տրունյան, շատ շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Ձեզ շնորհակալություն։ Ուզում եմ այսօր այսպես խորքային զրույց ունենանք, որը կապված է ներկա իրադարձությունների հետ, բայց փորձենք հետ գնալ, նույնիսկ դարերի խորքը գնալ եւ այնուամենայնիվ ախտորոշել մեր հանրության հիմնական թուլությունները, թերությունները, որոնք բերել են այս վիճակին։ Եվ ճիշտ ասած այս զրույցի հիմնական պատճառը հանդիսացավ իմ մոնիտորինգը սոցիալական ցանցերում, երբ սկսվեց այս Իրանի դեմ պատերազմի հերթական ակտիվ փուլը, ես որոշակի մոնիտորինգ արեցի հայալեզու սոցիալական ցանցերում եւ տեսա, որ կա մի զգալի հատված, մոտավորապես 30-35% եւ ցավոք սրտի հիմնականում տղամարդիկ, ովքեր զարմանում էին, թե ինչու Իրանը չի շտապում հանձնվել, չէ՞ որ նա հարձակման է ենթարկվել աշխարհի թիվ 1 գերտերություն ԱՄՆ-ի կողմից եւ Իսրայելը, որը եւս հանդիսանում է ռազմական առումով շատ լուրջ առաջատար տերություն, եւ նրանց մոտ իրապես զարմանք կար, որ ինչու են մտածում իրանցիները եւ ինչու չեն շտապում հանձնվել։ Ու քմծիծաղ կար նաեւ, երբ որ մարդիկ փորձում էին հակադարձել, որ Իրանը հազարամյակների պետական ավանդույթ ունեցող երկիր է եւ Իրանը կայսերական անցյալով, քաղաքակրթական անցյալով երկիր է։ Այսինքն մենք այս խորքային հասկացությունները, գիտակցումները չունենք եւ չգիտեմ ինչու մեր մոտ աշխատում է պրիմիտիվագույն մաթեմատիկա։ Եթե հարաբերակցությունը 1-ը 1 չէ կամ 1-ը 2 չէ, ուրեմն հանձնվելուց բացի այս տարբերակ չկա, այլ տարբերակ չկա։ Եվ իհարկե իշխող ուժի վարած քաղաքականության պատճառով մենք տեսնում ենք, որ նման մտածողությունը այսօր ավելի ակնհայտ է դրսևորվում եւ ցավոք սրտի փորձում է ավելի խորը արմատներ գցել, բայց չեն կարող չընդունել, որ այս մտածողության հիմքերը եւ արմատները շատ ավելի հեռուն են գնում, շատ ավելի խորն են գնում եւ դուք որպես սոցիոլոգ, ով մասնագիտական առումով, օբյեկտիվ առումով ուսումնասիրել է թե մեր հանրությունը, թե այլ հանրությունների, կուզեի այս հարցը քննարկենք ձեզ հետ։ Իրականում շատ խորքային եք հարցը դնում, որովհետև ձեր հարցի մեջին մի քանի կարևոր գաղափարներ կան։ Առաջին ինչի մասին ես ուզում եմ խոսամ, դա նա է, որ մեր հասարակության մեջ շատ է տարածված մակերեսային գիտելիքները, ու մակերեսայինությունը դառել է նորմա ու դառել է երևույթ, որի ժամանակ մարդիկ բոլորը ունենալով, չգիտեմ, շատ քիչ գիտելիքներ ինչ-որ ոլորտում գտնում են, որ իրենք արդեն էքսպերտ են, խորը բաներ գիտեն ու փորձում են կարծիք հայտարարել։ Իրականում դա մեր խնդիրներից մեկն է, որովհետև հենց այդ էքսպերտիզա գաղափարը, խոր գիտելիքներ ունենալը դառել է ոչ կարևոր բան, որովհետև մենք բոլորս հիմա ապրում ենք սոցիալական ցանցերը on-line-ից դառել են off-line։ Հենց այդ ցանցերի ապրուստի իրավիճակը կամ էլ պահելաձևի պատեռները դառել են մեր ամենօրյայի պատեռները։ Ինչի նկատի ունեմ։ Հիմա նայեք, օրինակ վերցրած քաղաքականությունից, վերցրած հասարակության պահելաձևից այն մարդիկ ոնց որ իրենց պահում են սոցցանցերում, երբ որ կարճաժամկետ էմոցիա արտահայտեն, չմտածել պատասխանատվության մասին, չմտածել նրա մասին, որ հենց այդ արտահայտությունը, որը դու անում ես, չունի հետևին խոր գիտելիքներ, թվալ թե դու անոնիմ ես, դառել է նորմա ու դա տարածվել է, պրոյեկցիա արվել հասարակության մեջ, օֆլայն կյանքի մեջ։ Սա բերել է նրան, որ մեր հասարակությունը գնալով այդպես իրեն պահելով լուրջ չվերաբերվում ամեն ինչին, ինչ մեր հետ կատարվում է։ Դա բերում է եւ հասարակության գիտելիքների մակարդակն է ընկնում, կա մեծ քանակի ստատիստիկա, որը ցույց է տալի, որ մեր դպրոցականների մասսայական գիտելիքն է ընկնում համեմատած դեռ կովկասյան ուրիշ պետություններից, դաժե դեռ Ադրբեջանի հետ համեմատած։ Սա շատ վտանգավոր գծեր են, որը մենք կամաց անցնում ենք։ Երկրորդը մեր դեմ աշխատանք է տարվում ինֆորմացիոն ոլորտում, մեր դեմ աշխատանք է տարվում, որ մեր մտածելակերպը պրիմիտիվացնել ու դա արվում է ոչ թե մենակ հասարակության հետ, դա արվում է եւ էքսպերտներին։ Ու վերջի օրինակը կարամ բերեմ, այս վերջերս կոնֆերանս էր, որի ժամանակ մեզ գալիս եկել էին արևմտյան մասնագետներ, հիմնականը Բրիտանիայից, որոնք ուզում էին սովորացնել մեզ նրա մասին, որ մենք պետք է զբաղվենք մեր իդենտիֆիկացիայի հարցերով, մեր մշակույթի կողմնորոշման հարցերով։ Այն դեպքում, որ այսօր Բրիտանիան ունի լուրջ իդենտիֆիկացիայի խնդիրներ, իրենք պետք է ձևավորեն իրենց
իրենց ազգը, իրենք ունեն պետական մակարդակի հենց այդ խնդիրը դրած, որովհետև հասարակության մի մասը ու տարբեր կրոն մի կրոն ունի, երկրորդ մասը մյուս կրոն ունի ու իրենք չեն կարողանում արդեն հասկանան թե բրիտանացիները դա ովքեր են։ Ու այդ մարդիկ եկած մեզ սովորեցնում են թե մենք ոնց պետք է մեզ պահենք, պատրաստելով էքսպերտներին, sense տունելային մտածելակերպ։ Ու սա մասսայական տարածված է Հայաստանում։ Սրա փոխելու համար պետք է որ մի քանի նարատիվ տարածվի, այդ նարատիվներից մեկը դա պրոֆեսիոնալիզմի նարատիվն է։ Ինչ է դա նշանակում, մենք պետք է մեր հասարակության մեջ տարածենք մտածելակերպ, որ խորքային գիտելիքներ, ակադեմիկական գիտելիքներ, ֆունդամենտալ գիտելիքները դա կարևոր բան է, որ պրոֆեսիոնալիզմը դա գերագույն մարդու կերպարն է, որ մարդ ինչ որ անում է, պետք է անի բարձր մակարդակի։ Այսա պետք է դառնա գլխավոր նարատիվը, որը կտարածվի ու այս նարատիվն ունի մուլտիպլիկացիոն էֆեկտ։ Պատկերացրեք, եթե սպան ունենա մտածելակերպ, որ ինքը պետք է իր գործը անի լավ, ինքը պետք է լինի պրոֆեսիոնալ, մենք ունենանք ուժեղ բանակ։ Բժիշկը մտածելակերպ ունենա, որ ինքը պետք է իր գործը անի լավ, հենց այս պրոֆեսիոնալիզմի նարատիվը եթե տարածենք, մենք ունենանք լավ բժիշկներ, լավ դասատուներ, ֆինանսական ոլորտում լավ մասնագետներ կունենանք, սա կդառնա տեխնոլոգիա, որի միջոցով կկարողանանք փոխենք մտածելակերպը հասարակության։ Ու այս նարատիվները հիմնականում առաջի էքսպերիմենտը եղել է Գերմանիայում, որը երկրորդ համաշխարհայինից հետո փորձել է այս նարատիվի միջոցով վերականգնվի իր տնտեսությունը եւ ներքին իրավիճակը փոխելու, իրենց մոտ դա ստացվել է, հետո այդ պրոֆեսիոնալիզմի նարատիվը տարածվելով Եվրոպայում է տարածվել, Ամերիկան վերցրել է որպես кейս ու իրենց մոտ է տարածել, ու ինձ թվում է դուք նկատած կլինեք, երբ որ ֆիլմերում շատ են խոսում պրոֆեսիոնալ լինելու մասին։ Երկրորդ նարատիվը դա կամավորության նարատիվն է։ Մեզ պետք է, որ բոլոր մարդիկ, ովքեր ապրում են այս տարածքում, հասկանան, որ այս տարածքը իրենցն է։ Այդ հասկացողությունն է պետք։ Ու պետք է որ կամավորությունը դառնա հայի ամենօրյա կյանքի ինչ-որ մի մասը։ Եթե մենք կարողանանք կամավորությունը սարքենք նարատիվ, դա կփոխի ոչ թե մեր մենակ մտածելակերպը, այլ կփոխի մեր պահելաձևի հենց այդ պատեռները, ոնց ենք մենք մեզ դրսևորում, եթե շաբաթը մի անգամ մենք դուրս գանք ու, չգիտեմ, կամավոր մաքրենք մեր հայաթը, շաբաթվա 6 օրվա մեջ մենք այդ հայաթը չենք կեղտոտի։ Ու սենց բոլոր ոլորտներում եւ ռազմական կազմակերպություններում մասնակցելով մենք կզգանք, որ սա մեր հողն է, մենք պետք է պաշտպանենք, եւ կրթական ոլորտում, երբ որ կամավորություն անենք, կհասկանանք, որ մեր երեխաների ապագան դա մեր ապագան է։ Սա կբարձրացնի մտածելակերպը եւ պետության, ազգի, հողի հետ կապը կուժեղացնի։ Երրորդ նարատիվը, որը մեզ պետք է, դա մարդու իրավունքներն են։ Հայաստանում կատեգորիկ մարդիկ չգիտեն իրենց իրավունքների մասին, դա սկսած կրթության իրավունքի մասին, առողջության իրավունքի մասին, աշխատանքի իրավունքի մասին, մարդիկ չեն հասկանում, չգիտեն իրենց սահմանները որտեղ է, ու իրավունքը դա պատասխանատվություն է։ Երբ որ մարդ հասկանա, որ ինքը ունի այս իրավունքը ու դրա դեմ ունի պատասխանատվություն այդ իրավունքը պահպանելու համար, ինքը կհասկանա ինչ է նշանակում լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ու քաղաքացի լինելը ինչ պատասխանատվություն է իր դեմ, ինչ պատասխանատվություն ունի ինքը իր մարզի դեմ, իր քաղաքի դեմ, իր գյուղի դեմ, թաղի դեմ, իր հարևանի դեմ ինչ պատասխանատվություն ունի, ունենալով այն իրավունքները, ինչ որ որպես քաղաքացի ունի այս պետության մեջ։ Սա խորքային հարցեր են, ու ես խի եմ այս 3 նարատիվի վրա շեշտը դնում, որովհետև 3 նարատիվը ունեն մուլտիպլիկացիոն էֆեկտ ամբողջ հասարակության վրա, ու զուգահեռ դրանց դեմ աշխատանք տանելը անհնար է։ Նայեք, ինչ նարատիվ տարածվի Հայաստանում, ինչ գաղափարախոսություն մենք փորձենք տարածենք, մեր թշնամին դրա դեմ աշխատելու է։ Ու մեր թշնամին մի կողմից չի, մեր թշնամին 4 կողմից է։ Եվ արևելքից, եւ արևմուտքից, եւ հյուսիսից, եւ հարավից, ամեն կողմից մեզ հետևում են։ Մենք դառել ենք էքսպերիմենտալ ինչ-որ մի հատեղ, որտեղ հոգեբանական, կոգնիտիվ պատերազմի տեխնոլոգիաները մեր դեմ փորձում են, որտեղ այստեղ ոչ մի պաշտպանողական սահմաններ չկա, ով ինչ ուզում է կարողանում է անել։ Դա հասկանալով մենք պետք է տարածենք այնպիսի նարատիվներ, որի դեմ աշխատանք տանելը բարդ է։ Բարդ է տանել աշխատանք նրա դեմ, որ պրոֆեսիոնալ լինելը լավ է։ Ոնց կարաս ասես, չէ, լավ չէ։
Դրա համար մենք պետքա օգտագործենք այնպիսի նարատիվներ, որոնք խորքային են, որոնք մուլտիպլիկացիոն էֆեկտ կարող ամբողջ հասարակության վրա տան ու որոնք կարողանան դիմադրեն այն ուժերին, այն ուղղված մեթոդներին, որը մեր դեմ ուղղված է։ Ու ես գալուց ուզում եմ գամ ձեր հարցին Պարսկաստանի հարցով։ Պրոբլեմը նրանում է, որ մարդիկ, երբ որ Պարսկաստանի իրավիճակը նայում են ու գնահատականներ են տալի, իրենք խորքային չեն հասկանում ինչ է կատարվում Պարսկաստանում։ Իրականում մասնագետները, ովքեր ռազմական ոլորտի գիտությունների մեջ գաղափար ունեն, իրենք հասկանում են, որ Ամերիկան տանում է կինետիկական պատերազմ, Պարսկաստանը վարում է իռեգուլյար պատերազմ։ Ու սրանք լրիվ տարբեր բաներ են ու կապ չունի դու ուժեղ ես թե թույլ ես, կապ ունի ինչ նպատակներ ես դու քո դեմ դնում։ Ու նայեք, Ամերիկան վերջի 2 շաբաթվա մեջ մի քանի նպատակներ է իր դեմ դրել ու արտահայտել դրա մասին, հաստատել։ Պետք է պատկերացնենք, որ երբ որ գլխավոր հրամանատարը նպատակներ է դնում, ինքը ուղղացնում է նույն ձևի եւ զորքին։ Ու զորքը պետք է կատարի այդ նպատակը, եթե կատարեց, հաղթեցին, չկատարեց, չհաղթեցին։ Ու Ամերիկան հայտարարել է նրա մասին, որ իրենք ուզում են ռեժիմը փոխեն։ Բայց իրականում աշխարհում տենց փորձ չկա պատերազմով ռեժիմ փոխելը։ Կա փորձ, երբ որ պետությունն ես ոչնչացնում, պետությունն ես փլում, դրա բերում է նրան, որ ռեժիմն է փոխվում։ Այսպիսի իրականություններ եղել են, դա Իրաքի օրինակը։ Բայց ռեժիմը փոխել պահպանելով պետական համակարգերը, պետությունները, այն ինչ կա, ոնց որ Ամերիկան է հայտարարել, դա անհնար է։ Երկրորդը Ամերիկան հայտարարել է, որ իրենք խնդիր չունեն պարսկական հասարակության հետ, բայց իրականում իրենք այսօր ոչնչացնում են ամբողջ Պարսկաստանի տարածքը, որ պատկերացնեք վերջի 2 շաբաթվա մեջ Պատրիոն օրինակ ռակետները, որը օգտագործվել են Պարսկաստանում, օգտագործվել են քանակով ավելի շատ, քան թե վերջի մի քանի տարվա մեջ Ուկրաինայում։ Սա ցույց է տալի, թե ինչ ուժեղ ինտենսիվ պատերազմ է գնում։ Բայց հակառակը բերեք նայենք Պարսկաստանին։ Պարսկաստանը 70 տարի պատրաստվել է այս պատերազմին։ Ու ինքը նպատակ է մենակ դրել, դիմադրել ու ողջ մնալ, պահպանել ռեժիմը։ Իրենց մոտ ավելի հասկանալի է։ Ու Պարսկաստանը հասկանալով, որ ունի հզոր թշնամի, որի դեմ կինետիկական պատերազմ իրենք չեն կարող տանել, բայց կարող տանեն իռեգուլյար ասիմետրիկ պատերազմ։ Ու իրենք որը անում են ու առաջի պատերազմի օրվանից Պարսկաստանը պատրաստել է համակարգ, որի ժամանակում արդեն կենտրոնը չի հրաման տալի, այլ դիվերսիֆիկացրել են իրենց հրամանատարների իրավունքները եւ այսօր ամեն հրամանատար իրավունք ունի անձամբ որոշում կայացնի, որը բերում է նրան, որ ընդհանուր համակարգը ինքը կայուն է մնում։ Ու բացի դրանից, հասկանալով, որ ուղիղ թշնամու հետ չեն կարող պատերազմ տանեն, իրենք պատերազմը տանում են թշնամու պարտներների հետ, իրենք ինֆրաստրուկտուրային են խփում, իրենք անում են ամեն ինչ, որ այս պատերազմը թանկ նստի, ոչ թե Ամերիկայի համար, իրենք պատերազմի գինը։ Այո, ու թանկ նստի ամբողջ աշխարհի համար։ Մենք պետք է հասկանանք, որ պարսկական ռեժիմը չի նպատակ դնում նրան վրա, որ մարդիկ լավ ապրեն այսօր կամ քիչ կորուստներ ունենան, քիչ շենքեր փլվեն, նպատակները այդպեսին չեն դրվել, ու քանի որ նպատակը դրվում է ռեժիմը պահպանել ու պահպանել Պարսկաստանի տարածքը, իրենք այդ նպատակին հասնում են։ Ու հիմա նայեք, վերջում իրենք բերել են նրան, որ այսօր Պարսկաստանի հասարակությունը արդեն հասկանում է, որ այնտեղ թշնամի, եթե մինչև հիմա կային մարդիկ, որ մտածում են, որ Ամերիկան իրենց կօգնի, այսօր արդեն իրենք չեն դա պատկերացնում, ոնց Ամերիկան իրենց կօգնի։ Ու այս անկյունից պարսկական ռեժիմը իհարկե հաղթահարում է։ Հաղթում է նարատիվային պատերազմ։ Այո, այստեղ ես մենակ մի հատ լուրջ խնդիր եմ տեսնում, երբ որ պատերազմը սկսեց, Ամերիկայի կողմից ես չտեսա նարատիվային աշխատանք։ Նայեք, ամերիկական բանակը ունի հատուկ կոգնիտիվ պատերազմի ջոկատներ ու դա իրենց մոտ շատ լուրջ է պատրաստված, իրենց մոտ ավելի որակով մոտեցում կա, քան թե նատոյական տեխնոլոգիայի մեջ, իրենք նատոյական մոտեցումից մի թեթև տարբերվում են ու ավելի խոր են նայում այդ ոլորտին, ունեն ինֆորմացիոն պատերազմի ջոկատներ, ունեն հոգեբանական պատերազմի, կոգնիտիվ պատերազմի ջոկատներ եւ ունեն կիբերանվտանգության ջոկատներ։ Բայց ու իրենց մոտ ոնց է դա լինում, երբ որ թեժ պատերազմը սկսում է, զուգահեռ ինֆորմացիա
ինֆորմացիոն եւ հոգեբանական պատերազմի մասնագետները պատրաստում են հենց այդ նարատիվներ, բայց մենք այս պատերազմի ժամանակ տեսնում ենք, որ իրանք ոչ մի նարատիվ չեն օգտագործում։ Ինչ են օգտագործում Ամերիկայի ղեկավարները։ Մենք սկսել ենք պատերազմը, որովհետև գիտենք, որ իրանք մեր վրա պետք է հարձակվեն։ Ես արդեն սա լսել եմ մի քանի տարի առաջ։ Ու սա շատ պրիմիտիվ մոտեցում է, ու ես կարծում եմ, որ ինչ որ մի բան այն չի։ Ինչը այն կարող է չլինի, որ կամ ղեկավարությունը նույն այս պարագայում դա Տրամպը ինքնուրույն որոշում է կատարել ու ոչ պատրաստված մոտեցում է եղել, կամ էլ իրենք մտածել են, որ Վենեսուելայի քեյսը հեշտ կանցնի ու կվերջանա։ Ես տեսնում եմ լուրջ խնդիրներ, բայց ինձ թվում է, թե մոտակա շաբաթ, երկու շաբաթվա մեջ երևի ամերիկան կհայտարարի, որ իրենք արդեն հաղթեցին, ու դրա հիմքեր կան, կարան հասարակությանը ինֆորմացիա պատրաստեն, բացատրեն, որ արդեն ատոմական ռումբ չեն ունենա, արդեն իրենց Պարսկաստանի զորքը ուժեղ չի եւ ռեժիմը վատ վիճակի մեջ է, մենք հաղթեցինք։ Իրանք իհարկե կարան դա անեն ու երևի այդ քայլին էլ կգնան, բայց հստակ արդեն երևում է, որ Պարսկաստանը սա սենց չի թողի ու կօգտագործի տերորի սաբոտաժի մեթոդները ու բերելու են նրան, որ Ամերիկային ստիպի կոմպենսացնի կամ սանկցիաները հանի։ Բացի դրանից արդեն հստակ երևում է, որ Չինաստանի օգնության միջոցով Պարսկաստանը վերջին 1 տարվա մեջ կարողացավ իր ուժերը կոնսոլիդացվի ու այսօր կարողանա դիմադրություն ներկայացնի, դա հիմա մենք նույն ձևի տեսնում ենք, որ չինական եւ ամերիկական տեխնոլոգիաների ինչ որ մրցույթ, այո, դա հստակ է երևում մասնագետների համար ու բացի դրանից ինձ համար ինչն է հետաքրքիր որպես սոցիոլոգի, որ ես պատկերացնում եի, որ պարսկական հասարակությունը կսկսի փախչելը, բայց այն հետազոտությունները, որ աղբյուրներով հնարավոր է դա հավաքել, ցույց է տալի, որ պարսկական հասարակությունը ոչ թե երկրից դուրս է գալի, այլ օրինակ քաղաքներից գնում են գյուղեր կամ գնում են սարեր, պարսկական հասարակությունը շատ է մեր հասարակության նման, իրանք բոլորը ունեն բարեկամներ, կապեր գյուղերում կամ բարձր տարածքում եւ իրենք ոչ թե փախչում են պետությունից, այլ ընդհակառակը գնում են անվտանգ տարածքներ, բայց պետության մեջ։ Սա շատ հետաքրքիր էֆեկտ է, որը ինձ համար որպես սոցիոլոգի հիանալի է թվում, ու դա որպես օրինակ պետք է մենք վերցնենք, հասկանալով թե ոնց է կատարվել դա։ Ու գիտեք, ինձ թվում է, որ պարսկական հասարակությունը ընդամենը հասկանում է, եւ մասսայի մասին ենք խոսում, որովհետեւ մենք եւ այսօր էլ Հայաստանում տեսնում ենք, որ Պարսկաստանից տեղափոխված մարդկանց քանակն էլ է շատացել, բայց ինձ թվում է, որ իրենք լինելով քաղաքակրթություն, իրենք հասկանում են, որ սա իրենց պետությունն է, գնալու տեղ չունեն ու պետք է պահպանեն ու իրենք պերմանենտ պատերազմի մեջ են վերջի 70 տարվա մեջ։ Պատկերացնեք, մեկ սերունդ է մեծացել, որին առավոտից մինչև երեկո ասելուց են եղել, որ վաղը լինելու է պատերազմ։ 79 թվականից։ Այո, ու իրենք պատրաստվել են դրան, ու իրենք հասկանում են դա ինչ։ Դե գաղափարական սերունդ, երիտասարդ սերունդ, այսօր աշխարհի սրվա դեմոգրաֆիական պատկերում մեծ առավելություն է իրականում։ Եթե պարսկական թեման մի կողմ թողեք, ես ուզում եմ վերադառնալ այն նարատիվներին, որ դուք առաջ քաշեցիք մեզ համար, այդ պրոֆեսիոնալիզմի նարատիվը, կամավորության, դրանք իհարկե միանշանակ շատ կարևոր են, բայց եկեք փորձեմ թույլ տալ իմ կարծիքով այդ նարատիվի թույլ կողմը։ Պրոֆեսիոնալը եթե չունի ազգային, պետական եւ քաղաքական գիտակցություն, ինքը կարող է լինել շատ լավ պրոֆեսիոնալ, բայց որևէ ձևով օգտակար չլինել իր երկրին։ Այսինքն պրոֆեսիոնալիզմը ինքը եւ նույն կամավորը եւ նույն իրավունքները, այսինքն դրանք շատ կարեւոր, կարելի է դրանք հիմնասյուներ են, բայց դրանք իրականում որևէ դեր չեն խաղում ազգային պետական շահի տեսակետից, եթե իրենք ընդհանուր քաղաքական, ազգային պետական քաղաքականության խճանկարի մաս չեն։ Այսինքն երեխան, որ ավարտում է դպրոցով կիրթ, ով լավ կրթված է, ուսանողով ավարտում է համալսարանով, դառնում է լավ պրոֆեսիոնալ, եթե նա չունի այդ ազգային պետական գաղափարը, ցավոք սրտի, կունենան կրթված սրիկաներ։ Այո, կամ կրթված սրիկաներ ավելի վատ դեպքում, կամ ավելի չակերտավոր լավ դեպքում, նրանք ուղղակի կծառայեն ուրիշ երկրներին, ինչի դաժան փորձը 100-ամյակից ավել մենք ունենք, որովհետև Էդուարդ Մամելյանը մասնավորապես
հենց զբաղված է վերջին տարիներին բացառիկ դերակատարում աշխարհի տարբեր երկրներում բացառիկ դերակատարում ունեցած հայերի մասին պատմությունների հավաքման, որոնց շատերին մենք չենք էլ ճանաչում եւ հասկանում ենք, որ ունենալով այդ հսկայական ներուժ, այդ հսկայական պոտենցիալը դա երբեք չի ծառայել մեր ազգին։ Հետևաբար այստեղ էլի մենք գալիս կանգնում ենք գերխնդրի առաջ, ու դա նոր գերխնդիր չէ, որովհետեւ ես պատական չնշեցի դարերի հետ գնալ։ Օրինակ ինձ համար մեծ, այսպես ասեմ, անհայտով հավասարում է, երբ որ 19-րդ դարում սկսվեց ազգային պետությունների վերելքի, այդ 19-րդ դարի ըստեյության ազգային պետությունների վերելքի դարաշրջաններ, երբ կապիտալը դարձավ ազգային եւ սկսեցին ստեղծվել Եվրոպայում ազգային պետություններ, հայկական իրականության մեջ, եթե մի կողմ դնենք Շահամիր Շահամիրյանին եւ Հնդկաստանի այդ խմբակը, որ ավելի սպეციფիկ է եւ ավելի շուտ է, ժամանակային առումով իր ժամանակից առաջ էր ընկած, հայկական իրականության մեջ, որ 19-րդ դարի ընթացքում մանավանդ երկրորդ կես եւ 20-րդ դարի սկիզբ հայություն ունենալով հսկայական նյութական, մարդկային, դեմոգրաֆիական պոտենցիալ, երբևէ քաղաքական նախագիծ անկախ պետություն ունենալու առաջ չքաշվեց եւ այդ չքաշվելու արդյունքում մենք ուրիշներ ովքեր գիտեն մեր պոտենցիալը մեզ գլխատեցին, մեզ ոչնչացրին եւ այստեղ անգամ Խրիմյան հայրիկի հայտնի խոսքը երկաթե շերեփի մասին անգամ դա կիսատ մնաց, որովհետեւ մենք տեսանք, որ հայերը շատ լավ կռվում են ռուսական բանակի կազմում, կռվում են տարբեր բանակների կազմում, բայց դու կարող ես լինել շատ լավ զինվոր, բայց դու գիտակցված չես եւ սեփական ազգային քաղաքականությունը չունես, դու դառնում ես օտարի ձեռքում գործիք կամ մանրադրամ։ Հետևաբար ու այդ մտածողությունը ըստ էության շարունակվել է Առաջին հանրապետությունը եւս ունի իր, որովհետեւ Առաջին հանրապետության օրինակ հռչակման պատմություններ շատ լավ գիտենք, որ ուղղակի անելանելի վիճակից Թիֆլիսում Հայոց ազգային խորհուրդ հռչակում հայկական գավառների վրա վերահսկողություն սպասելով, որ ռուսները պիտի հետ գան։ Իհարկե կային այնտեղ եղել են մարդիկ, ովքեր այդ պայքարի գաղափարակից էին եւ ովքեր ում շնորհիվ գոյությունն է Հայաստանի հանրապետությունը, բայց մեծամասնությունը հավաքական մտածողության մեջ մեր էլիտա ասենք, ընտրանի ասենք, չգիտեմ, այդ կիսատ մտածողության, այդ թերարժեքության բարդույթի կրողներն էին։ Եվ ըստ էության մեզ մի պահ թվաց, թե մենք կարողացանք առաջին Արցախյանում բեկել ընթացքը, բայց մենք դա կարողացանք անել գետնի վրա, երկաթե շերեփով, բայց քանի որ այդ գաղափարական քաղաքական միտքը էլի կիսատ էր մնացել եւ էլի թերարժեքության բարդույթի մեջ էր հայտնվել, մենք էլի տանուլ տվեցինք։ Եվ այստեղ ու ձեր նշած նարատիվները շատ կարևոր են, որ այո, այն պատանիների հետ երիտասարդների հետ, որ մենք շփվում ենք, փորձում ենք նրանց ներարկել այդ գաղափարները, դրա կարևորությունը, դա շատ կարևոր է, բայց եթե դա չկա այդ ընդհանուր պատկերը, որ խճանկարը, որի մի մասն է նաև ձեր նշած նարատիվները, մենք էլի տանուլ ենք տալու։ Եվ ավելի մի դաժան բան ասեմ, մենք հանցանք ենք գործում այդ պատանիների եւ այդ երեխաների, այդ երիտասարդների առաջ, երբ որ նրանց մեծացնում ենք ինքնուրույն գաղափարական, այսինքն այնպեսի արժեհամակարգով մարդիկ, ովքեր չեն կարող փախչել, ովքեր չեն կարող թողնել գնալ, ովքեր չեն կարող անարժանապատիվ գոյություն քաշտալ, բայց մենք նրանց չենք օգնում եւ ինքներս չենք ստեղծում պայմաններ, որպեսզի նրանք կարողանան դրսևորվել եւ արդյունքում նրանք ըստ էության դառնում են կներեք այս կոպտագույն արտահայտության համար, բայց դառնում են անիմաստ զոհեր։ Այսինքն այս այդ նարատիվները համեսան մեջ տարածելուց առաջ մենք այս խորքային այդ կիսատ մտածողության մենք իսատ թողեցինք մեր հաղթանակը 94-ին, մենք իսատ ենք թողում ամեն ինչ, մենք չենք սիրում երկար քայլել, մենք չենք սիրում մինչև վերջ հասցնել, մենք վախենում ենք գիտակցելուց, որ այս տարածաշրջանում պայքարը հավերժական է, մենք փորձում ենք ավարտել, այդ ինչ է դա ազգի հոգնածություն, հին ազգ ենք հոգնել, չնայած պարսիկներն էլ պակաս հին ազգ չեն, ես ուզում եմ այս թնջուկը հասկանանք, որտեղ մենք դուք ճիշտ նշեցիք, մեր դեմ աշխատում են շատ լուրջ ուժեր, ովքեր գիտակցում են մեր ազգի պոտենցիալը, եւ այս խառնակ վիճակում փորձել հասկանալ, թե մենք ոնց կարող ենք շոշափել այդ կետը ասիմետրիկ պատերազմ, որտեղ սիմետրիկ մենք տանուլ ենք տվել ամեն ինչ։ Ինչպես իրերի տրամաբանությամբ մենք ամեն ինչ տանուլ ենք տվել։ Հետևաբար մեզ պետք է նոր հեծանիվ հորինել, չգիտեմ, որովհետեւ այն հեծանիվները որ կան, այն անիվները որ կան, դրա համար քրիտիկական զանգված է անհրաժեշտ, որը մենք այսօր չունենք։ Այդ քրիտիկական փոքրամասնությունը ես այս հարցերն եմ ուզում փորձենք հասկանալ, գուցե մի քայլ մոտենալ խնդրի լուծմանը, որովհետև հասկանում եմ, որ այս պատասխանը մեզանից ոչ մեկ չունի։ Փորձեմ պատասխանեմ, որովհետև ինձ թվում է, որ այդ հարցերի պատասխանները մենք ունենք ու ամեն ինչ այդքան էլ վատ չի, ոնց
թվում է թե առաջի հայացքից նարատիվոլոգիան ինքը իրանից շատ բարդ գիտություն է, որովհետև ինքը մեր դիսցիպլինար գիտություն է, տարբեր դիսցիպլինարներ են դրա վրա աշխատում, որի հիմքում դա հոգեբանությունն է, փիլիսոփայությունն է, սոցիոլոգիան է, կոգնիտիվ գիտություններն են, նեյրոբիոլոգիան է, ու ստեղ նարատիվ պատրաստել ինքը իրանից շատ խորքային աշխատանք է ու շատ բարդ։ Ու քանի որ ես զբաղվում եմ կոգնիտիվ պատերազմով, կոգնիտիվ պատերազմը ունի շատ հետաքրքիր մի հատ երևույթ։ Եթե քո դեմ կոգնիտիվ պատերազմ են սկսել են նարատիվային աշխատանք, դու սկսում ես պաշտպանվել, դու արդեն պարտվեցիր։ Ինչի նկատի ունեմ։ Նայեք, մեր դեմ այսօր մեր թշնամին տարածում է արևմտյան Ադրբեջանի գաղափարը։ Եթե մենք սկսենք պաշտպանվել ու հայտարարել, որ չկա արևմտյան Ադրբեջան, մենք արդեն պարտվեցինք, որովհետև ինքը շատ մինիմալ ռեսուրսներով տարածում է սուտ, պատրաստում է սցենար, դու երբ որ սկսում ես այդ սցենարին պատասխանել, դու ընկնում ես սցենարի մեջ, արդեն դու իր դաշտի մեջ ես աշխատում ու պաշտպանողական ուժերը ավելի թանկ են նստում։ Դրա համար դու պետք է ունենաս ավելի խորքային գաղափարներ, ավելի մեծ իդեոլոգիաներ, որը թույլ կտա քեզ, որ դու դաժե չդիմադրես իր ուղղված նարատիվին։ Ըստ տարբերություն այն թշնամիներին, որոնք մեր դեմ աշխատում են, մենք այդպիսի գաղափարներ շատ ունենք, որովհետև մենք ըստ տարբերություն Ադրբեջանին պետք չի հնարել, մեզ պետք չի հնարել նարատիվներ, մեզ պետք է բացել մեր պատմությունը, որտեղ ամեն ինչ գրած է, մեզ պետք է հետազոտել մեր մշակույթը, որտեղ արդեն ամեն ինչ կա, հասկանանք, թե մենք ուր պետք է գնանք։ Ու այսօր աշխարհում կա մոտեցում նարատիվոլոգիայի մոտեցում կա, որը քաղաքակրթական մոտեցումն է։ Ու քաղաքակրթությունը դա ես հասկանում եմ, որ Հայաստանում քաղաքակրթություն տերմինը մի քիչ տոքսիկացված է ու շատ տեղերում քաղաքակրթությունը ընկալում են որպես մենակ պատմություն կամ մենակ մշակույթ, որտեղ շատ բաներ են խոսվել կամ արվել, երբ որ 40,000 տարվա հայկական պատմության մասին են խոսել, որը արդեն այդ դաշտը հայի ականջի համար տոքսիկ է դառել ու ընկալելի չի դառել, բայց իրականում քաղաքակրթությունը դա այսօրվա մոտեցումը, նարատիվոլոգիայի մոտեցումը որն է, երբ որ դու հասկանում ես ու հետազոտում ես քո պատմամշակութային փորձը, ճիշտ գնահատում ես, թե դու այսօր որտեղ ես, ու դրա հիմքի վրա պատրաստում ես այդ գիտելիքների շնորհիվ պատրաստում ես քո ապագայի ծրագիրը։ Մենք պետք է այդ մոտեցումը սկսենք օգտագործել, որովհետև այսօր աշխարհը գնում է քաղաքակրթությունների պատերազմի, ու հենց այդ նարատիվների պատերազմը հիմնված է պատմամշակութային փորձի վրա։ Սովորական մի հատ օրինակ եմ ուզում բերեմ, նայեք, Շվեդիան, որը եվրոպական պետություն է, բայց նախկին եղել է կայսրություն, ինքը հասկանում է, որ իր դեմ հոգեբանական պատերազմ են վարում, լինելով Եվրոպայի մի մաս, ինքը ունի կազմակերպություն, որը կոգնիտիվ պատերազմի դիմադրող կազմակերպություն է, դա պետական կազմակերպություն է, ու իրենք հականարատիվներ պատրաստելու ժամանակ հիմնվում են իրենց քաղաքակրթական մոդելին։ Շատ խոր հետազոտել են իրենց քաղաքակրթությունը, մշակույթը, պատմությունը, մենտալիտետը, փսիխոտիպները, շվեդների իրենք իրենց լուրջ հետազոտել են ու դրա հիման վրա պատրաստել են մեծ գաղափար, որի միջոցով դիմադրում են հոգեբանական պատերազմի։ Ու մենք այսօր, երբ որ խոսում ենք IKEA-ի մասին, IKEA-ն դա շվեդական կամպանիա է, որը ամբողջ աշխարհին ցույց է տալիս շվեդական մինիմալիզմի մտածելակերպը, պրակտիկ լինելու մասին, շատ չծախսել, այս բաների մասին, իրենք կարողացել են հենց այդ IKEA-ի գաղափարի միջոցով տարածել ամբողջ աշխարհում։ Մենք Volvo մեքենան երբ որ տեսնում ենք ու հասկանում ենք անվտանգություն, պրակտիկ, որակով, սա հենց այդ քաղաքակրթության մտածելակերպն է, որը Շվեդիան կարողացել է ներդնել ոչ թե սոցիալական կյանքում, այլ բիզնես ոլորտում ու սրա միջոցով տարածում է իրենց նարատիվը ամբողջ աշխարհում։ Երկրորդ իմ սիրելի օրինակը, որը ես ուզում եմ բերեմ, դա Հարավային Կորեայի մասին է։ Հարավային Կորեան պատերազմից հետո եղել է դիկտատորական պետություն, որը հասկացել է, որ ունի մի կողմից Չինաստանին, մյուս կողմից Ճապոնիային, երրորդ կողմից Հյուսիսային Կորեային։ Բոլորի հետ ունի լուրջ խնդիրներ։ Ու իրենք չունեն ռեսուրսներ, ոչ մի բան չունեն։
ոնց ոտքի կանգնեն այդ իրավիճակից որ դուրս գան, իրենք սկսել են վերլուծել իրենց հասարակությունը, պատմությունը, մշակույթը, որ հասկանան ինչի վրա կարող են հիմնվել, որը կարա դառնա իրենց ռեսուրսը։ Ու եկել են նրան, որ եզակի խոշոր ռեսուրսը, որը ունի Կորեան, դա իրենց թայֆային համակարգն է։ Պատկերացնում եք, իրենց կլանային թայֆային համակարգը, որը ասեմ շատ բարդ թայֆային եղել, շատ խորքային թայֆային եղել, ու բոլոր հասարակությունը թաղված եղել հենց այդ կլանային հարաբերությունների մեջ։ Ու Կորեայի կառավարությունը կարողացել է ձևավորել այնպիսի մոդել, երբ որ թայֆերը, որը կոչվում են չաբոլիները դարել են հիմնական տնտեսության ուղղությունները։ Ու երբ որ դուք լսում եք Samsung-ը դա մի չաբոլի է։ Երբ որ դուք Kia եք լսում, դա մի չաբոլի է։ Ու իրենք կարողացել են կառավարել այնպիսի հարաբերություններ, որ չաբոլիները ընտանեկան պատասխանատվություն են վերցրել տնտեսությունը զարգացնելու համար, հասարակությունը փոխելու համար եւ ամբողջ պետությունը ոտքի կանգնացնելու համար, որովհետեւ իրենք հասկացել են, որ իրենք այդ պետության մաս են, իսկ պետությունը հասկացել է, որ բացի սրանից ուրիշ ռեսուրս չունեն։ Ու այսպիսի օրինակներ աշխարհում շատ կան պետություններ, որոնք կայսրական քաղաքակրթական մոդելով են նարատիվներ պատրաստում, դա օրինակ Ռուսաստանն է, Չինաստանն է, Ամերիկան է, Բրիտանիան է, կան պետություններ, որոնք հասկանում են, որ իրենք խորքային քաղաքակրթական մոդել են, բայց իրենք կայսրական չեն, իրենք չեն պլանավորում հարձակվեն ուրիշի տարածք գրավեն կամ իրենց մշակույթը տարածեն ուրիշների վրա։ Մենք այն քաղաքակրթություններից ենք, որոնք կայսրական չեն։ Մենք ոչ մի անգամ չենք եղել կայսրական, բայց մենք ունեցել ենք մեր յուրահատուկ քաղաքակրթական մոդելը։ Այսօր փոխվելու համար կամ նոր նարատիվ պատրաստելու համար մեզ պետք է հասկանանք, որ մենք քաղաքակրթական ազգ ենք, քաղաքակրթության պետություն ունենք ու պետք է մեր ապագայի մոդելը փորձենք պատրաստել այն այդ քաղաքակրթության հիմքերի վրա։ Այն նարատիվները, որի մասին ես ասեցի, դրանք օպերատիվ նարատիվներ են։ Դու պետք է իհարկե ունենաս ստրատեգիական հզոր գաղափար, երազանք, քաղաքակրթական Հայաստան, որը իրականացնելու համար դու պետք է ունենաս ուրիշ նարատիվներ, որի միջոցով դա պետք է իրականացվի։ Եվ իհարկե դուք ճիշտ եք, մեզ պետք է այսօր նոր մտածելակերպ, նոր գաղափարախոսություն, որը կկարողանա պատասխանի տարբեր հարցերի։ Օրինակ, ով է հայը, որի պատասխանը մենք մինչև այսօր չունենք։ Մեր առաքելական եկեղեցին մի ձևի է պատասխանում հայը ով է, մենք ընդհանուր որպես հասարակություն երկրորդ ձևի ենք դա պատկերացնում, ես որ մարդ ով Սփյուռքից է եկել, երրորդ ձևի եմ դա պատկերացնում, մեզ ընդհանուր պետք է հասկանանք, թե հայը ով է, կրոնը ունի դրա հետ կապ, թե չունի։ Եթե մենք այսպիսի հարցերի պատասխան կարողանանք ձևավորենք ելնելով մեր քաղաքակրթական մոդելից, մենք կարողանանք մեծանանք, ոչ թե փոքր 3 միլիոնանոց պետություն դառնանք, մենք կարողանանք դառնանք պետություն, որին գումարվում է եւ Սփյուռքը։ Եթե դրանից էլ մի քիչ հեռու գնանք ու պատկերացնենք, որ մենք եզակի ազգն ենք, ով ունի պետականություն, հին ազգերից մեկն ենք, ով ունի պետականություն, որը այս տարածաշրջանում միշտ ապրել է, ու մենք բացի դրանից, որ այս տարածաշրջանում ենք ապրել, մենք միշտ կիսվել ենք մշակույթով, գաղափարներով ավտոխտոն ազգերի հետ, ովքեր մեր կողքին են ապրել։ Դա պատկերացրեք մոտ 15 ազգություններ կան, որոնք միշտ ապրել են մեր հետ, մեր հայկական լեռնաշխարհում, մեր կողքին են եղել ու մինչև հիմա իրենք ունեն հիշողություն, գենետիկական հիշողություն, որ հայից ստացել են հենց այդ մշակույթը։ Պատկերացրեք, որ մենք կարողանանք դառնանք այդ հին ազգերի կենտրոնը, որովհետև մենք ունենք պետականությունը իրենցից տարբերվող, ու եթե մենք կարողանանք իրենց ներկայացնենք միջազգային դաշտում, դա դառնում է շատ հզոր ուժ։ Արդեն Սփյուռքին պատկերացրեք, Հայաստանի Հանրապետություն, Սփյուռք, մեկ էլ միանում է այս ազգությունները։ Դրանից բացի մենք եզակի ազգն ենք հին միաֆիզիտ քրիստոնեական ազգերից, ով ունի պետականություն։ Ու այդ միաֆիզիտներից մենակ մենք ենք, որ միշտ հարաբերություն ենք ունեցել մնացած միաֆիզիտների հետ, ու մենք կարող ենք իրենց էլ ներկայացնենք աշխարհում որպես հին քրիստոնեական կենտրոն, բացի դրանից մենք հնարավորություն ունենք դառնանք այդ քրիստոնեական եւ ոչ քրիստոնեական աշխարհի դիսկուսիոն կենտրոնը։ Եթե գումարենք այս ազգերին քանակը, դա մոտ 100 միլիոն
Մարդու մասին է խոսքը։ Ու պատկերացնում եք դա ինչքան է մեզ մեծացնում ու հզորացնում։ Ներքին քո պոզիցիան ինչպիսին է։ Եթե դու ունես ներքին պոզիցիա, որ դու հզոր ես ու մեծ ես, դու հզոր քաղաքակրթություն ես ներկայացնում, դրանով հեշտ է աշխատել ու նարատիվներ ստեղծել, որը կարող է քո փոքր պետությունը հզորացնի, սարքի կենտրոն ու քո քաղաքակրթության գլխին, երբ որ արևը չի մարում, այդպիսի ուրիշ քաղաքակրթություն չկա։ Մենակ հայկական քաղաքակրթության գլխին արևը չի մարում։ Չինական քաղաքակրթության գլխին արևը մարում է, բայց մեր քաղաքակրթության գլխին Ավստրալիայից մինչև Նյու Յորք արևը չի մարում։ Հիմա նայեք, եթե կարողանանք սա ձևավորենք որպես մտածելակերպ, մենք կդառնանք ուժեղ պետություն, որը ունի հնարավորություն ազդել 100 միլիոն մարդու վրա։ Սա արդեն մոտեցում է, քո ներքին պոզիցիան է, ու եթե հենց այդ պետության կենտրոնը հայ մարդն է, որը ունի պատասխանատվություն այդ 100 միլիոն մարդկանց դեմ, որտեղ մենակ ինքը այսօր ունի հնարավորություն իրենց ներկայացնի, ունի հնարավորություն խորքային հարցերի պատասխան տա, դա արդեն դարձնում է հայ մարդուն ուժեղ։ Մենք այսօր ապրում ենք նույն այն ժամանակաշրջանում, երբ ապրել է Մեսրոպ Մաշտոցը, որը ստեղծել է հայ քրիստոնեական քաղաքակրթությունը։ Մեսրոպ Մաշտոցը դա մենակ մի մարդ չի եղել են մեծ քանակի մարդիկ, որոնք այս գաղափարն են իրականացրել։ Հիմա մենք պետք է պատկերացնենք, որ մենք այսօր նույն հենց այդ կրիզիսի մեջ ենք, ու աշխարհն է լուրջ կրիզիսի մեջ, եւ ոնց մեր անցյալներն են աշխարհին առաջարկ ներկայացրել, նոր քրիստոնեական փիլիսոփայության առաջարկ ներկայացրել, նույն ձևի մենք այսօր որոշելով մեր խնդիրները կարող ենք աշխարհի խնդիրները լուծելու պատասխանը տանք։ Դրա համար ինձ թվում է, որ մեծ գաղափարը դա պետք է լինի հայկական քաղաքակրթության գաղափարը, բայց իրականացնելու համար պետք է հիմնվենք այդ երեք նարատիվի վրա, որովհետև այդ երեք նարատիվը կօգնի օպերատիվ մոտակա ժամանակաշրջանում պաշտպանողական աշխատանք տանենք։ Իրականում շատ կարևոր եւ ընդհանրացակ թեմա է, որին անպայման հետագայում կանդրադառնանք, բայց ձեր ասացի ուզում եմ այսպեսի մի ամփոփում տալ։ Ես իհարկե համամիտ եմ, որ անցյալի փորձը պետք է ուսումնասիրել, որովհետև անկախ նրանից, որ անցյալում մենք մանավանդ միջին դարերում հսկա եվրոպական քաղաքակրթության մեջ մեծ ներդրում ենք ունեցել, մենք ըստ էության կարող է կոպիտ հնչի, բայց այդ քաղաքակրթության համար դարձել ենք այն պարարտ գոմաղբը, որի վրա իրենք աճեցրել են իրենցը։ Այսինքն տեղի ունեցել ոչ թե մենք ենք տարածվել, այլ ոչ, մեր մեջ եղած լավը տալով իրականում նրանք դա յուրացրել են եւ արդյունքում մենք շարունակել ենք մնալ նույն փոքրը։ Դա հավանաբար մեր մտածողության հետ է կապված։ Ես պատահական չնշեցի, որ 19-րդ դարում դուք նշում եք այդ 100 միլիոն, դուք նշում եք հայության այդ բացառիկ դերակատարման մասին, մենք 19-րդ դարում շատ ավելի քիչ ջանքերի գներով, որտեղ մեր արեալը բնակության, մեր մարդկային ռեսուրսները, մեր նյութական ռեսուրսները, մեր կրթական մակարդակը այն անհամեմատելի էր նույն տարածաշրջանի մնացած ժողովուրդների հետ։ Մենք դա շատ հանգիստ կարող էինք անել, բայց մեր մտածողությունը կիսատ դա թույլ չտվեց անել։ Դա չհասկացանք, չգիտակցեցինք, ինչ-որ մի բան անջատվել, ինչ-որ մի բան հեռացրել են, չեմ կարող ասել։ Այսինքն ըստ էության մենք շարունակեցինք օտարների համար ծառայել լավ կադրերի աղբյուր, դառնալ պարարտանյութ։ Եվ հիմա այս գերխնդրի պայմաններում, երբ օտարները հասկանալով մեր ներուժը մեզ պրակտիկորեն բերել դրել են չգոյության եզրին, եւ ել ավելի են խորացրել թերարժեքության բարդույթը, մեր հավաքական ուղեղից հանել են ընդհանրապես այն բաները, որոնց մասին դուք նշում եք, շատ հայերի համար ուղղակի սարսափելի կթվան, այսինքն գլուխը վեր բարձրացնել, հորիզոնից այն կողմ տեսնել եւ մեծ երազանքներ ունենալ, մենք կսարսափեցնեն։ Եվ այստեղ եւս մենք շատ լուրջ անելիք ունենք։ Դրա համար եմ ասում, բարոն Մյունհաուզերն ասում էր, որ պետք է ճահիճից ինքդ բռնես քո մազերից եւ քաշես վերև։ Այդ տարբերակով պիտի հասկանանք, թե ինչպես ենք դա կարողանում անել, որտեղ իրականում վիճակը շատ լուրջ է։ Եվ այն, որ մենք նախկինում այդպիսի փորձ ենք ունեցել, բայց ես համարում եմ, որ մենք միևնույն է տանուլ ենք տվել։ Եղած փորձը մեր համար լավ ֆունդամենտ է, որպեսզի մենք ուսումնասիրենք եւ չկրկնենք անցյալի սխալները եւ փորձենք ավելի լավ ներկան փոխել եւ ավելի արժանապատիվ ապագա կառուցել, բայց միևնույն ժամանակ պիտի հասկանանք, թե այդ ստրատեգիական շեղումը մեր մտածողության մեջ երբ տեղի ունեցավ եւ որոնք էին դրա պատճառները։ Եվ այստեղ կարծում եմ շատ խորքային ուսումնասիրության եւ զրուցելու թեմաներ ունենք, որոնց անպայման արժե անդրադառնալ։
Եթե թույլ տաք, ես ուզում եմ պատասխանեմ, ես ունեմ լավ եւ վատ լուր ձեր համար։ Լավը նրանում է կայանում, որ այդ ժամանակաշրջանը, որի մասին ես խոսեցի, երբ որ մենք ստեղծեցինք մեր վերջի մենք մի քանի քաղաքակրթական փուլերով ենք անցել ու ստեղծեցինք վերջի քաղաքակրթական մեր այսօրվա քաղաքակրթական մոդելը, շատ ազգեր ոչնչացվել են։ Ու շատ քաղաքակրթություններ չկան, որոնք եղել էին այն ժամանակ, բայց մենք կանք։ Ու սա երևի հենց այդ եւ լավ լուրն է եւ վատ լուրն է, որովհետեւ մենք անցնել ենք այդ քաղաքակրթության բոլոր խնդիրները, մենք դիմադրել ենք, ողջ ենք մնացել, որը ցույց է տվել, որ մեր քրիստոնեական քաղաքակրթության փուլը եղել է ճիշտ, մենք ճիշտ ենք անցել այդ դաշտը, բայց մենք հիմա ունենք նույն կրիզիսը, որ պետք է անցնենք մյուս քաղաքակրթության մոդելի։ Կա երկու մոդել քաղաքակրթություններ, ակադեմիկական ոլորտում կա երկու մոտեցում քաղաքակրթությանը, երբ որ հետազոտում են, դա հորիզոնտալ քաղաքակրթություն նայելովն է, օրինակ երբ որ դու տեսնում ես քաղաքակրթությունը ծնվեց, աճեց, զարգացավ, մեկ էլ փլվեց։ Դա մենք հիմա կարանք վերցնենք հռոմեական քաղաքակրթությունը ու հասկանանք երբ է ծագել, միջև երբ է զարգացել ու ոնց ավարտվեց կամ փոխվեց ուրիշ քաղաքակրթություն։ Հայկական քաղաքակրթությունը այդպես չի եղել, նույնպիսին եւ պարսկական քաղաքակրթական մոդելն է։ Մենք սպիրալով ենք զարգանում։ Ու մենք անցել ենք 4 քաղաքակրթական փուլեր, ու մեր սպիրալի զարգացումը բերել է նրան, որ մենք հիմա մի փուլի մեջ ենք, որտեղ պետք է առաջ գնանք։ Ու վերջի մի քանի 100 տարվա մեջ Կիլիկիայի պատմությունից հետո մենք փորձում ենք արևմտյան քաղաքակրթության հիմքերը կոպի անենք ու բերենք մեր մոտ ու իրականացնենք Հայաստանում։ Այսինքն մեր պարույրաձև քաղաքակրթությունը վերածել հորիզոնականի։ Այո, այս է մեր խնդրեմը, որովհետև եվրոպական քաղաքակրթությունը դա հռոմեական, էլինական քաղաքակրթության հիմքերի վրա է ստեղծված, որը մեր հակառակորդ, եթե ոչ չասենք, սշնամի քաղաքակրթություններ են եղել, ու մենք ուզում ենք այդ քաղաքակրթության հիմքերը բերենք մեր վրա, ոնց որ պատկերացնենք, անցնի 500 տարի մենք որոշենք, որ թուրքական մշակույթը պետք է դառնա հայկական մշակույթի հիմքը։ Դրա համար չի ստացվում, դրա համար երբ որ մեր պետական ինստիտուտները եվրոպական ինստիտուտների մոդելներն են, մեր հասարակությունը չի հարգում պետական ինստիտուտներին։ Հասկանում եք, երբ որ մեր հասարակության պահելաձևի մոդելները դա եվրոպական մոդելներն են, մեր հասարակությունը չի կարողանում ճիշտ ձևի հենց այդ հարաբերությունները հասկանա եւ ընդունի։ Մենք պետք է վերականգնենք մեր մտածելակերպի մոդելները, մենք օրինակ դա ոնց պետք է միջև ստեղծել իրավաբանություն, հայկական իրավաբանությունը, ոչ թե պետք է եվրոպականը բերես, մի խիթարգոշը պետք է հետազոտես։ Երբ որ դու ուզում ես պետական մարմիններ ստեղծես, դու ոչ թե եվրոպական մոդելը պետք է բերես, այլ պետք է հայկական իշխանական համակարգերը, ազատների եւ ոչ ազատների մոդելը հասկանաս։ Այդ ժամանակ կարողանաս, այսա է քաղաքակրթական մոտեցում, այս մոդելով անցնում են բոլորը։ Հիմա Ամերիկան նույն մոդելն է փորձում իրականացնել։ Ամերիկան այսօր հայտարարում է, որ իրենք արևմտյան քաղաքակրթության կենտրոնն են, ոչ թե Եվրոպան։ Ու փորձում են նույն այս գաղափարը իրենց մոտ իրականացնել։ Մենք պետք է կամ վերականգնենք մեր քաղաքակրթական մոդելները ու ձևավորենք մեզ որպես քաղաքակրթություն, կամ էլ պետք է ընդունենք, որ մենք ռուս ուղղափառական քաղաքակրթության մաս ենք, կամ էլ Թուրանի թուրք քաղաքակրթության մասն ենք, որը իրականում քաղաքակրթություն չունի, բայց հիմա ձևավորում է այդ քաղաքակրթությունը։ Յուրացնում է։ Հիմա մեր որոշումը պետք է սրանում լինի։ Ես հասկանում եմ հայկական հասարակությանը, ինչու մենք ձեր ասած ակտիվ աշխատանք չենք տանում, կամ ինչու մենք պարտվում ենք, ոնց որ դուք ասեցիք։ Իրականում մենք այնքան հիդ ազգ ենք, որ գիտենք, որ դրանից հետո ինչ պետք է գա։ Որ գիտենք, որ հիմա հաղթահարես, հասնես քո արդյունքին, դրանից հետո ինչ է գալ։ Այնքան ենք այդ անցել, որ մենք գենետիկորեն այս աշխարհը արդեն լավ ենք հասկանում։ Բայց դա շատ վտանգավոր է, որովհետև ի վերջո հաջորդը կարող է չգալ, դու կարող ես սպառվել։ Դա ուրեմն հոգնածություն է։ Հոգնածություն է, բայց հայկական հասարակությունը ոչ մի անգամ չի հիմնվել մասաների վրա։ Դա բոլոր հասարակությունները հիմնականում դա պետք է հիմնվեն մեր պասիոնար մարդկանց վրա։ Պասիոնարն է, որ այդ շերտը այսօր չափից դուրս փոքր է, եւ նույնիսկ այն մարդիկ, ովքեր իրենց էությամբ իրոք հայեր են, իրոք երկրի նվիրյալ են, շատ հաճախ տարբեր
ազդեցությունների տակ եղած մարդիկ են, որը եւս եղած ռեսուրս ավելի է ջլատում։ Սրանք ֆունդամենտալ հարցեր են։ Քանի որ ես տեսնում եմ նույն խնդիրները ամբողջ աշխարհում, դա ինձ հույս է տալի, որ հավատալ, որ մեր մոտ ամեն ինչ կստացվի։ Իրականում նենց չի, որ մենք չունենք պոտենցիալ։ Պոտենցիալի մասին ես չեմ խոսում, ես իմ ազգի պոտենցիալը ես շատ լավ հասկանում եմ, որ քիչ թե շատ ազգային իշխանության դեպքում մի քանի տարվա ընթացքում Հայաստանը որակապես այնպեսի թռիչ կարող է անել, որ ոչ մեկ չի արել։ Ես այդ առումով չեմ խոսում, բայց գիտեն շատ լավ մեր ճշնամիները, մեր գերխնդիրը ինչպես անել, որ հայկական պետության անգամ եղած սահմաններում եղած պետության լծակները հայտնվեն իսկապես ազգային պետական մտածողություն ունեցող մարդկանց ձեռքում։ Այ ինչպես արաբացիներ ասում, հայերին չի կարել թույլ տալ, որպես իրենք ինքնուրույն իշխանություն, ոչ թե ինքնուրույն, այլ ազգային իշխանություն ունենան։ Մեր գերխնդիրը դա է, ինչպես այդ սև անցքը, որ մեր շուրջը ստեղծվել է, ինչպես դա հաղթահարել եւ ի վերջո կարողանալ մի հատ ջահիջից մազերը ինքներս մեզ մազերը բռնել։ Ինձ թվում է, որ դա առաջի դեպքում դա պետք է մենք որպես ազգ սկզբից հասկանանք մեր քաղաքակրթության միսիան որն է։ Ասենք ազգի պասիոնար հատվածը, որպես ազգ չասենք, որտեղ ես նույնիսկ հայ ազգն էլ իհարկե կա դա էլ է մեծ։ Միանշանակ, իհարկե պասիոնար մասսան պետք է դա հասկանա։ Նոր այդ դրանից հետո դա կդառնա եւ պետական գլխավոր նարատիվ, որովհետեւ պետությունը դա մեր հասարակության հայլին է։ Մենք ունենք այն, ինչի ոչ թե արժանի ենք, այ ինչ ստեղծել ենք, մենք ենք սա ստեղծել, ոչ թե մենակ Հայաստանի Հանրապետության ապրող քաղաքացին է դա ստեղծել, մենք ամբողջ ազգով ենք դա ստեղծել, երբ որ պատասխանատվություն մեր վրա չենք վերցրել։ Բայց մյուս կողմից ես կհակադարձի, որ եթե օրինակ 1990-ականներին հայկական պետության ղեկը լիներ օրինակ Լեոնիդ Ազգալդյանի եւ իր տեսակի ձեռքում, այսօր մենք ուրիշ պետություն եւ ուրիշ հասարակություն կունենայինք։ Այսինքն այստեղ համաձայն եմ տրամաբանական է, բայց ազգային ընտրանու պատասխանատվության հարց կա եւ հավի ու ձվի պատմությունն է, որովհետեւ շատերն են համեմատում հանրությանը երեխայի հետ, ում ճիշտ պիտի դաստիարակի ծնողը։ Եվ ըստ էության բոլոր ազգերը այս կամ այն չափով նույնն են։ Խնդիրը նրանում է, թե ազգային իր էլիտան իր առաջ ինչ խնդիր է դնում, ինքը ինչպիսին պիտի լինի, ինքը ուր պիտի հասնի, ինքը մեծ երազանքներ ունի, թե ինքը ընդամենը սովորական օրվա հոգսերով գոյությունը քաշ տվող ինչ-որ մեկն է։ Այս հարցերը կա, որոնք բայց այդ հարցերը դա մենք պետք է մեր դեմ դնենք։ Ոնց օրինակ Կորեայի օրինակը բերեցի, որ երբ որ իրենք հասկացան, որ իրենք չունեն ուրիշ ռեսուրս, կան թայֆերը, որոնք ունեն, ու թայֆերը շատ վատ դեր են ունեցել կորեական պատմության մեջ։ Այո, հիմա նույն ձևի մենք այսօր պետք է հասկանանք, մենք իրականում մեր հասարակությունը չենք ճանաչում, ու մենք չենք էլ ուզում ընդունել, որ մենք այսպիսին ենք։ Հիմա եթե մենք ընդունենք, օրինակ ես լինելով Սփյուռքից, շատ վառ տեսնում եմ ինչքան է Հայաստանը թայֆային պետություն։ Օրինակ շատ բարդ է դառնալ Հայաստանի մաս, երբ որ դու ոչ մի թայֆ չես ներկայացնում։ Դա շատ բարդ է, բայց մենք ունենք այսպիսի ուրիշ չունենք։ Ինչի համար էր հենց այդ չաբոլիների թեման ինձ հետաքրքրել, որովհետև ես զուգահեռություն եմ տեսնում, մենք էլ ունենք նույն թայֆերը։ Հիմա ոնց այդ թայֆերը օգտագործենք որպես դրական ռեսուրս։ Ուղղակի կորեական հանրության դեպքում պատմականորեն եղած կոնֆուցիոականություն, իրենց հոգեբանությունը մենթալիտետը բոլորովին այլ է։ Մերը լրիվ այլ է։ Ես կարծում եմ դա էլ է ֆունդամենտալ դեր։ Դա է, բայց դարեր շարունակ իրենք դա դրական չեն կարողացել օգտագործել, բայց վերջի 70 տարվա մեջ են կարողացել դրական օգտագործել։ Դա նշանակում է, որ մենք էլ կարող ենք դա անել։ Եթե զբաղվենք ու ընդունենք, հասկանանք մեր խնդիրները ու փորձենք դրանք նորից ուզում եմ շեշտեմ, քաղաքակրթական մոդելը նարատիվոլոգիայի մեջ, դա երբ որ դու կարողանում ես քո անցյալը հասկանաս, վերլուծես ու ընդունես, թե դու այսօր որտեղ ես։ Մենք միջև հիմա չենք ընդունել, թե մենք որտեղ ենք։ Սրա մեջ սոցիոլոգիայի մեջին կա խռանատոպ տերմին, որը նշանակում է ժամանակը, մեկ էլ տարածքը։ Մենք օրինակ ձեր հետ ապրում ենք Հայաստանի Հանրապետության 2026 թվի խռանատոպում, բայց մեր հայրենակիցները ապրում են 2026 թվի Գլենդալի խռանատոպում։ Ու իրենք լրիվ ուրիշ մտածելակերպ ունեն, մենք ուրիշ մտածելակերպ ունենք, որովհետև մեր վրա ազդում է այս իրավիճակը, ինֆորմացիոն դաշտը, հարաբերությունները, իրենց վրա ազդում է իրենցը։ Հիմա նայեք, մենք քանի որ մեր խռանատոպը չենք հասկացել մենք որտեղ ենք, ու այս սպիրալի մեջ չենք հասկացել մենք որտեղ ենք ու փորձում ենք գնահատականատանք հորիզոնտալում,
Մենք ապրում ենք, չգիտեմ, Տիգրան Մեծի պատմության ժամանակաշրջաններում այստեղ, չէ, ու չենք ընդունում, թե մենք որտեղ ենք։ Երբ որ ճիշտ հասկանանք, եռաչափ պատկերը դարձել են երկչափ, այո, ընդհանրապես թղթի վրա, եւ փորձում ենք եռաչափ պատկերը գնահատել երկչափ։ եթե մենք ճիշտ հասկանանք, թե մենք այսօր որտեղ ենք, այդ դա մեր համար հեշտ կլինի, որ այնց այդ փորձը օգտագործենք, որ պրոյեկցիա անենք մեր ապագան։ Շատ լավ։ Կարծում եմ շատ հետաքրքիր զրույց էր եւ շարունակություն պահանջող զրույց էր։ Ուղղակի մեր հետևորդներին շատ այս խորքային թեմաներով չափից դուրս չծանրաբեռնենք, անպայման կշարունակենք։ Շնորհակալություն ձեզ, ես իրականում ուզում եմ ասել, մենք շատ մեծ պոտենցիալ ունենք, շատ մեծ հնարավորություններ ունենք ու ըստ տարբերություն մեր թշնամուն, մենք հնարավորություն ունենք ոչ թե հնարել մեր ապագայի նարատիվները, այլ ունենք անցյալ պատմամշակութային փորձ, որի վրա կարող ենք հիմնվել։ Այո, եւ իսկ մեր թշնամին ինքը այսօր այդքան լկտիացել է եւ իրեն ուժեղ է կարծում զուտ այն պատճառով, որ մենք ենք թույլ տվել եւ մենք ենք ինքնակամ ընդունել այդ թույլի դերը։ Իրականության մեջ, եթե նրա դիմաց քիչ թե շատ կարգին կազմակերպված երկիր լիներ, վաղուց այդ երկիրը գոյություն էլ չէր ուներ։ Այսպես։ Շատ շնորհակալություն մեզ դիտելու համար, կարծում եմ հետաքրքիր եւ կարեւոր զրույց ստացվեց։ Հետևեք մեզ, միացեք ազգային հարթակին, որպեսզի տարածեք մեր զրույցները, մեր լուրերը, որպեսզի մեր ձայնը ավելի լսելի դառնա եւ որպեսզի այն ապագան հնարավոր, որը նկարագրում է Հայկը եւ որը լիովին հնարավոր է, քանի որ մեր ազգույն այդ ներուժը, մենք կարողանանք մի փոքր քայլ ավելի մոտեցնել։ Շնորհակալություն։